Բարև բոլորին, դուք գտնվում եք Զվանոկ ալիքում։ Այսօր ուզում եմ մի հատ sense վիդեո նկարեմ, որովհետև այս հարցը հաստատ շատ մարդկանց հետաքրքիր է, ովքեր օգտվում են տաքսիից, ովքեր տաքսիով են շատ երթևեկում եւ այլն եւ այլն։ Հաստատ ձեր մոտ sense հարց առաջացել, լավ ախպեր, եթե ես մարդուն մի հատ զակազի համար տալիս եմ խոսքի դապուստիմ 2000 դրամ։ Այս մարդը օրվա մեջ քանի հատ զակազանում ու ինչքան գումար է աշխատում։ Այսօր ես BMW X5-ը գրանցել եմ Yandex տաքսու տակ ու ես ելնելու եմ քշեմ տաքսի։ Դենենք ինչքան գումար կարանք աշխատենք, դες կապած իստում է ես ոնց որ տաքսիստները ես չեմ կարա, իմ ներվերը չի ձգի, ես դες չեմ կարա, մանավանդ այս ավտոյով, ինչքան որ կարանամ ես այսօր զակազանեմ մինչև գիշեր, գումարենք իրար, նայենք ինչքան գումար է կազմում, ինչքան ենք ծախսում բենզինի վրա։ Նախորդ ասեմ, որ պետք է դնես լայք բաժանորդագրվես մեր ալիքին, որտեղ մեր ալիքին ամեն մի բաժանորդագրությունը 50 դրամ մեր կողմից օգնություն մանկատներին։ Instagram, Telegram անպայման բաժանորդագրվի, որտեղ այնտեղ միշտ խաղարկություններ են լինում։ Դե արդեն ինձ թվում է շատերը տեսածել կլինեք, որ ինչ որ պատահական տեղեր ես գումար եմ թողնում, այդ ամեն ինչը մենակ նույնը իմ Telegram-ի, Instagram-ի ու նաև TikTok-յան էջի մեջ։ Իսկ ես ելնեմ ախպեր, հեռախոսս արդեն միացնեմ։ Ինչ անենք, դե մի պետք է ելնենք քշենք, բայց մի հատ այս կոֆե ապարատ եմ մանգալի, ոնց որ իրական տաքսիստի մի հատ պերերի բանեմ, կոֆեով եւ այլն ու նոր ելնեմ տաքսավատի ելանք։ Ուրեմն բարի լույս, ես ելել եմ որ անեմ իմ առաջի զակազը, որպես տաքսիստ ես հիմա նայում եմ որ պրոբկա է 7 բալ ու կա քեֆեր, այդ լավ, այսինքն մանուշակագույն է, այսինքն հիմա ինձ զակազանեմ, ինքը մի քիչ թանկ է լինելու։ Շատ լավ է, հիմա սուխում ենք նալինյու, ինձ զակազ եկավ, գնում ենք, տարբերություն չկա իմ համար։ Մի հատ զակազ է, եկե ժողովուրդ 300 դրամանոց, դե լավ, ընդունում եմ, ոչինչ։ Գնում ենք պասաժիրի հետևից, տարբերություն վաբշե չկա իմ համար։ Գնացինք, ինչ արած։ Զակազը վերցրի, երկու աղջիկ էին, որ խոսում են որ բան, որ իմաստ չեք գտնում, ես խոսայի։ Լուրու մույժ ոնց որ կամֆորտի վարորդին է հարիր, այտենց քշել եմ։ Հանգիստ առանց ձեն եւ այլն։ Մարդկանց բերել հասցրել եմ տեղ ախպեր։ Всё, պրոբլեմներ չկա, բողոքներ չկա, սաղ տոշնի է։ Հիմա գնում եմ մի հատ միտեղ կանոնեմ, ուզում եմ բիզնեսի կայֆեր անեմ, ջուր առնեմ դնեմ, հետևը, որ լավ գնահատականներ ինձ դնեն։ Ես է ինձ մի քիչ լավ զգամ։ Ջուրդ, ես եմ մոտենում եմ պասաժիրին, ես գեծե 30 վարկյանից հասնում եմ տեղ ու բտի սխում եմ նամ մեսցի, մի հատ այնց նեղ հայաթներ ա բերել։ Այս գործի լավը գիտեք որն է, սկսում ես քաղաքը սովորել, որ քաղաքում սենց փողոցներ էլ գոյություն ունի եւ այլն։ Всё, դնում եմ նամ մեսցի, իսկական Yandex-ի տաքսիստի նման եմ անում, որ լեչեն հասը ու սխում են նամ մեսցի։ Հենց նշած հասցեով եկել եմ։ Փոքր ավտո չկա մեր նորագիրին հալմա։ Չգիտեի որ սենց է։ Բարև ձեզ։ Դա խես ստարտ քշում է, մեր ավտոս չի մեքենա։ Պրոստը հավեսի համար եմ հələ։ Չէ, կարա իր ասենք ինքը մինչև կոմֆորտ պլյուս է։ Հա, որ ժամին երբ լինի, հա, երևի սաղ միացրել ես։ Տարբերություն չկա, զուտ քնիցս հələ ասացի հավես չունեմ տանը նստելու։ Օ ճիշտ էլ արել ես, տնես չի ես ասում խես քշում, ուղղակի ստարտի մեջ է ուրիշ գին։ Ստարտի մեջ է, մեքենա։ Հիմա ստարտի մեջ է եղել։ Հա։ Սարմանալի է։ Բայց вообще ինքը կարա լիներ կոմֆորտ պլյուս էլի։ Ոնց են ադմեն տալիս, դաժե չգիտեմ ձևերը։ Իրանց տվեցին։ Խնդրեմ։ Մանուս չունեմ նորմալ է, պեչի ոչ։ Իա, ինչքան է բռնել։ 300 է։ Ոնց կարա 300-ը։ Չէ, 700 է կներեք։ Ահա։ Այդ սկզբից 300 է ցույց տալի։ Նորմալ է։ Չէ, մի րոպե, նորմալ չի կարա։ Աշխատում եք, հա։ Այս վերցրեք, շնորհակալ եմ։ Ձեզ նույնպես հաջողություն։ Այդպես բարի կենթանի է եղի։ Առավոտ գիշերով։ Գնում եմ երկրորդ զակազի հետևից։ Ստե է ցույց տալի երկրորդ զակազը, խոսքի իմաստ չեմ գտնում։ Ֆրամ նավիգատորով տված ձևով։ Մտել եմ ստե որ կանգնեմ պասաժիրեն զանգեմ։ Ինչ կասի, ստե է թե չէ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։
Ժողովուրդ, այս կոմֆորտի տակ Հայաստան հայերը զակաց չեն անում, ոնց հասկանում եմ, կոմֆորտի իրանց պետք չի նես, որ լավ դե ստարտներ եմ միացնում, ինչը լումա թողնի։ Ես ստարտը միացրել եմ, տերան քանի վայրկյան է տա ստարտով զակազը գալի, ստարտով որտեվ շատ են անում։ Բայց կոմֆորտ ոչ չեմ պատվիրում, կոմֆորտ պլյուս չեմ պատվիրում։ Սպասում եմ զակազի։ Գործ չկա ախպեր, գործ չկա, փող չկա, այս ինչ էշի երգիրա։ Հետո էլ ամեն ինչը թանգացնում են, այ ախպեր։ Գործ չկա, խիեք թանգացնում։ Ես ոնց իսկական Yandex-ի շոֆերը իմանալու եմ որտեղ բաները կա, այս կեֆա կոչվում, ինչա կոչվում, որ մանուշակագույն է, տեղ զակազները թանկ են։ Էրեբունիիկում զակազները 1500 դրամից սկսած են։ Ես քշում եմ Էրեբունիիկում ախպեր։ Всё, ժողովուրդ, հասել եմ Էրեբունի, ստեղ նայում եմ, որ կա քեֆերը, սա մանուշակագույն են, այսօր սխում ենք նալինյու ախպեր ջան, բայց եկեք հենց մենակ կոմֆորտ թողում, տենեմ կոմֆորտով զակազ գալու է, թե չէ։ Սպասենք տենենք։ Ստեղ սկսած է 1500 դրամից բոնուսները։ Ամենակիչը, այսինքն 1500 է զակազը։ Զակազ է կապել 1700 դրամանոց, չգիտեմ ինչով է կապել, բայց լավ, գնում ենք մենք պասաժիրի հետևից։ Մենք փողի հետևից չենք ընկնում, ախպեր ջան։ Մեզ ինչ զակազ գալիս անում ենք։ Տենց եմ անում, որ այս ակտիվ նստյա տոլի ինչ հայտի չեն գնի։ Էդի որ ընկնում է չոտը վատա տոլի ինչ չեմ հասկանում ես էդի։ Բայց որ ինչ ճանապարհдан դուրս գամ, այնպես լավ կլինի։ Հաճախորդը սպասում է, գործի վրա եմ, այ ցավները տանեմ, թողեք ելնեմ։ Всё, հեսա մի 100-200 մետրից հասնում եմ մեր հաճախորդի նշած տեղը։ Չեմ էլ նայել ուր ենք գնալու կամ նշած չէր տոլի, չգիտեմ։ Սա հասնենք Գերվազ։ Մենակ գինը տեսել եմ, չնայած չէ, եթե նշած է, եթե գինը ցույց է տալի, ուրեմն նշած է 1700 դրամանոց զակազ էր։ Հեսա հասավ, всё։ Բարի ձեզ։ Բարի ձեզ։ Ժողովուրդ, ուրեմն զակազ է կապել, ինչքան 5 րոպեից կլեմ պասաժիրի մոտ։ Всё, գնացինք 1500-նոց զակազ էր ոնց որ գնում ենք, կատարենք այդ 1500-նոց զակազը։ Ժողովուրդ, всё, գծետը մի րոպե է տալիս, մի րոպեից ես կհասնեմ մեր հաճախորդի մոտ։ Մնում է մի հատ ջոգեմ ինքը որտեղ է, մնաց 300 մետր, օքեյ, համայրը հրապարակի մոտ է էլի հաճախորդը։ Շատ բարի, այս սպետաֆորը անցնում ենք ու ինքը ելնելու է աչի վրա։ Վերցնում ենք, նշենք, որ մենք վերջ հասել ենք։ Ստեղից ինչքան կարամ սես կանգնեմ, շուտ պետքա կա հաճախորդը։ Իսկ այ թե որտեղ է հաճախորդը, չգիտեմ։ Տենց ստեղ երկար չեմ կարող կանգնեմ ես։ Ու չեմ մտնեմ այս կողմ։ Պասաժիրը կարելի է ուժը բխաժու։ Շատ բարի, սպասում ենք իրան։ Բաց է։ Բարի ձեզ։ Поездка по Яндекс.Картам займет 12 минут. Всё, քանի որ իրիկունվա ժամը, սա գործից տուն են գնում, քեֆը լավ բարձրա կենտրոնում։ Հիմա ես գնում եմ կենտրոնից զակազ վերցնեմ, որտեվ կենտրոնից է լինելու, նախ թերու տեղ են գնալու, ոնց չէ՞ մի 1500-ից 2000 զակազը բռնելու է։ Այնպես որ գնում ենք կենտրոն, միացնում ենք Yandex-ը ու ման ենք գալիս պասաժիր գնացինք։ Всё, ժողովուրդ, արդեն կարանք զակազի մեջ մտնենք, սխմենք, որ մենք պատվեր ընդունում ենք արդեն, ու եկեք մենակ կոմֆորտի տակ ընդունենք, ստարտի տակ պետք չի։ Եկեք մենք լավ բաների դեպս գնանք։ Այս ժամին դաժե քեֆ կա, այսինքն կարա լավ զակազ ընկնի, նայելին ու ախպեր մենք всё սպասում ենք։ Տենանք ինչ զակազ է մեզ գցում։ Ուզում եմ հենց հիմա այս կադրի մեջ սպասենք տենանք զակազ ընկնումա թե չէ։ Պրոբկեքը մի բալա ցույց տալի, էդի լավ է։ Դի ես կասեի դաժե շատ լավ է։ Ինչքան պրոբկա չլինի, այդքան մեր օգուտն է։ Հələ որ զակազ նեմա ախպեր, զակազ չկա։ Գործը այսօր մեռած է ոչ ջոգում։ Սպասենք տենանք ախպեր զակազ, փող։ Ու կապ չունի քարտով թե նալիշնի, տարբերություն չկա, չգիտեմ, այստեղից բան չեմ հասկանում, որ քարտով է վճարումը գնում, այդ քարտի փողը վրոդի դրամին պետք է նստի, բայց sense խառն է գնում այդ գումարը, որ կան 700 դրամ են պատվերը նստել այն մի 1000 քանիսը գնացել է Yandex-ի բալանսին, չգիտեմ, խառն ահա որ
Լուչը սպասենք տենանք հլը ընգնում է մի բան թե չէ, հլը որ ոչի բան։ Ստարտը միացնեմ վարկյանական զակազ անգնելու, որովհետև ահա 2000 դրամանոց կոմֆորտով ընդունում ենք ախպեր, ընդունում ենք, իհարկե ընդունում ենք, խոդ ենք տալիս մեքենան, գնացինք ախպեր, 4 րոպեից կլնենք պասաժիրի մոտ, թույնա, վսյո, գնացինք, հենց հասնեմ ընդեղ կմիանամ։ Ժողովուրդ զակազն ատմեն արեցին, են որ ինձ ոնց նավիգատորը տարել է, տենց գնացել եմ, նես չի ուշանալու սխաթել է, պրոստը ատմեն արեցին, օքեյ ախպեր, պրոբլեմ չկա, возможно изменилось, всё, լավ, հարց չկա ախպեր, սպասում ենք թազը զակազին, ես չի պրոբլեմ, այս տելի կքաշեմ կանգնեմ, ոնց տաքսիստը ես չեմ քշի ախպեր, բենզինը հավայի, միտեղ կանգնում ենք, սպասում ենք զակազը կպնում է, հելնում ենք ախպեր ջան գործ ենք անում, բայց տեխի այդ ուժեղ զակազը ատմեն արին չգիտեմ, եմ որ իրոք լավն էր, 2000-նոց զակազ էր, ափսոս, ինչ խոսք, ափսոս, 1000 ափսոս, սպասենք թազը զակազ կպնի, էլի վсё же քեֆերը կա, սպասում ենք նորմալ մի հատ էլ զակազի։ Արա լավ խեք ատմեն անում։ Ես նոր սկսնակ տաքսիստ եմ, նեղում եմ այդ փաստից։ Ժողովուրդ, չոտը ոչ մեկ չի ուզում կոմֆորտ պատվիրի, լավ, գնում ենք այդ նեղ քայլին, միացնում ենք ստարտը, ախպեր։ Նայեք, ստարտով հիմա հաշվում ենք քանի վայրկյանից է զակազը գալի։ Հենց նոր միացել եմ, զակազն եկավ 2400 դրամ։ Եսի չէ։ Ընդունում ենք ախպեր։ Գնացինք, սուրդուս պետք է վերցնեմ, 7 րոպե պետք է գնամ, վсё, գնամ հասնեմ տեղ միանամ ձեզ։ Վсё, ժողովուրդ, իմ մոտ ցույց է տալիս, որ ես 3 րոպեից ելնելու եմ պատվիրատուի մոտ, դաժե արդեն 2 րոպեից։ Վсё, հասնում ենք, դե ես ճանապարհին այս ծրագրով Yandex քշելով, ընդհանրապես ճանապարհին չեմ խոսում, ինչ խոսած մարդկանց հետ, իրանք պատվիրել են տաքսին, հանգիստ գնան հասնեն տուն։ Էսի ինձ տաքսի չի էլի, որ պրոստը գան, նստեն ոնց որ էկոնում տաքսին, որ մենք նկարում ենք, էսի այդ պահը չի։ Մի խոսքով Հեսա գնանք, հասկանանք բան չմնաս, մի քանի 100 մետրից հասնում պատվիրատուին Էսի լավ թոթոլ են են զակազա 2400 դրամանոց զակազա Մնում է էլի ատմեն չանեն, մի րոպեվա ճանապարհը մնաց, ես սվետաֆորն անցնում եմ ու վերջ Մենակ թե ատմեն չանեք զակազը, խնդրում եմ Գոնե ես մի զակազն էլ անեմ, կարանամ փող դզեմ իրար վրա Որ գնամ բենզին լցեմ Այս կարմիրն էլ չոտը ոնց որ ինադու չի ուզում բացի Շուշուտ արա ախպրս Այս կամերքին ձայնն ախպրս Շտոտը չի ուզում ես կարմիրը բացի Եսա նայ ատմեն են անելու, էլի երկար են սպասելու ատմեն անեն Դե արում ասա ես մեղավոր եմ, որ սվետաֆորա Ընդեղ սվետաֆորը երեսից էր, սվետաֆորի տակ սպասեցի Պետք է չսպասես էլի Կանոններին չպետք է հետևել, եթե դու Yandex-ի վարորդ ես Պետք է քշես, անցնես, ճղես կարմիրի տակով եւ այլն Որ պատվիրատուն երկար չսպասի Օրա ստե բախտս բերես գեշ թայմինգ բռնեցի Մտա սվետաֆորի տակ ու կանաչը միացավ Վсё, քանի մետր մնաց Մնաց մի քանի մետր Բայց այս պատվիրատուին հալալա, բեսամ երկար սպասեց Որ շատ եմ սպասացնել տվել 40 մետր Արա այսուր ենք եկե Ցիվիլ տեղ եմ եկե, սենց չեղավ Так նշում ենք, որ տեղում ենք, պետք է սովորել եմ արդեն, նամ ես ձև, վсё, նշել եմ Բարև ձեզ Բարև ձեզ Добро пожаловать. Не забудьте пристегнуть ремни безопасности, даже на заднем сидении. Поездка по Яндекс.Картам займет 31 минуту. Ժողովուրդ երթում եմ անենց մի հատ տեղի ենք ես Առաջինը երկու աստանովկա էր տարել եմ 4 գյուղ 4 գյուղից եկել եմ Բանգլադեշ ու երկուսն է տենց ահա որ վատ ճանապարհներ որ ավտոից իր ձեն ասես չեկավ մինչև ես տեղ հասա Զակազը կանգնեց 2400 դրամ դե զարմանա չէր խի զարմացես կենտրոնից որ 2400 մինչ ես տեղ երևի մի 8000-ի բենզին եմ ծախսել Հիմա ելնում եմ թազա փորձեմ ախպեր ջան Արդեն մութ հնգացա պրոբկեք չկա այսքան կարանք հեշտ արագ զակազներ անենք Ժողովուրդ ուրեմն քարտեզով նայում եմ գիշերվա ժամը 11-ն է, բայց քաղաքի պրոսպեկտի կողմում կաֆի-ցենտրներ կա, այսինքն մի քիչ կարող է թանկ կան, ճիշտ է, այսի միշտ չի, բայց կա։ Այսինքն կարելի է հիմա ասես թեքնում եմ ձախ, գնում եմ այդ կողմ ու այդտեղ սխում եմ, որ ես արդեն վсё։
քշում եմ։ Այսինքն այս մոստը անցնում եմ, թունելն անցնում եմ ու միացնում եմ։ Ինչ եղավ, ախպեր, ինձ զակազ կպավ, էդ էլ անում ենք, հարց չկա։ Հիմա զուտ քանակի վրա եմ աշխատում, շատ զակազան եմ ու վերջ։ Всё, զակազը կպե տեղում կանգնած սպասում եմ։ Впереди камера на Նշում ենք, որ տեղում ենք։ Впереди камера контроля перекрестка. Даже на заднем сидении. Поездка по Яндекс.Картам займет 14 минут. Յոու, տելի նույն պրոբլեմը, որ պասաժիրներին բերեցի իջացրի 1100 դրամանոց զակազ էր էսի, տենց եսի միշտ չէր էլի։ Հիմա ինչ անեմ, արդեն շատ ու շատ զակազներն է կապեիշնի զակազներա, ոչ մեկ կոմֆորտ զակազ չի տալիս։ Հա, հիմա քշելը շատ պրիատնի է, որովհետև ոչ պրոբկա կա, ոչ բան կա, իրոք քշելի հիմա հավես է։ Ժողովուրդ, հասնում եմ տեղ ու GoPro-ն էլի ընկնում է, ես զգում եմ։ Էսի իմ տեխնիկական խնդիրն է, այսինքն ես էլի պետքա վсё շարունակեմ, եթե զակազի ընթացքում էլ էսի ընկավ գետին, ձև չկա, այսինքն ես մի հատ էլ պետքա անեմ վաղը զակազներ, բայց արդեն սարքած ամեն ինչը, որ սենց թյուրիմացություններ չլինի։ Ինչ արած, ես մի րոպեից հասնում եմ մեր պատվիրատուի մոտ, գծետ եմ մի րոպեի ու չգիտեմ ուր ենք գնալու, օբշիստես անդերով չեմ հասկանում ոնց է որ զակազն ընդունում ես, այդ ընդունման պահին մենակ ցույց է տալի թե որտեղից պետքա պասաժիրին վերցնես, բայց թե որտեղ են գնալու, դա չգիտեմ ոնց նայեմ, ավելի ճիշտ կարող է ցույց տալի, ես չգիտեմ ոնց նայեմ։ Մի խոսքով, հեսա հասնում եմ պասաժիրի մոտ, պավարոտը թեքնում եմ, ուղղեցում եմ ու հասնում ենք իրան։ Շլագբաունով տեղը։ Общий, մտնում ենք, սխնում ենք на месте ախպեր։ Впереди камера на разметку. Всё, на месте։ Впереди камера контроля. Սպասենք կան, որտեվ չեմ կարող ես ներս մտնեմ շլագբաունից, по-любому։ Ուրիշ տարբերակ չունեմ, պետք է այստեղ ավարեյկով կանգնեմ զուտ։ Здрасте. 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 Добро пожаловать. Не забудьте пристегнуть ремни безопасности. Простите, куда надо было? Поездка по Проспект Цувакова Исакова? займет 10 минут. Хорошо. Что у вас такая крутая машина для такси? Как сказать, для души. А это вот открывается, да? Да. Просто сейчас дождь, а то открыл бы. Просто интересно. Вот за интерес покажу. Вот так вот открывается. Да и вот молодец. Դե ինչ ժողովուրդ, եկեք այս վիդեոն իր տրամաբանական ավարտին արդեն մոտեցնենք։ Հաշվել եմ, թե ընդհանուր ինչքան գումար եմ ես այսօրվա մեջ աշխատել, առավոտից մինչև գիշեր։ Ուրեմն իմ աշխատածը այս մեքենայով կազմել է 11000 դրամ, ընդհանուր էդի առանց հաշվելու, թե ինչքան կոմիսիա եմ ես տվել այդ ծրագրին, կոմիսիաները որ հանեմ, տակ ես փող չի մնում։ Հաստատ ավելի շատ բենզին եմ ծախսել, ինչքան որ ես աշխատել եմ, այն որ ես լցել եմ 15 տոլի 20000 այսօր, բայց արդեն բակս համարյա մինչև վերջ իջած է, ես հələ էլի պետք է գնամ լցեմ, որ կարողանամ գնամ տուն, այդ կարգի է, բայց ես չեմ աշխատել այնքան, որ գոնե կարողանամ մի բան անեմ, մի բան հետ ընկնի, այնպես որ եթե դուք ձեր ավտոյին վրա չունեք գազ, ձեր ավտոն այսենց ավտո է, հաստատ չեք վերցնում այտենց Yandex քշելու, դուք մենակ տակ եք տալու, ձեր ջեբից եք քշելու, սենց հայերեն խոսք ասեմ։ Ու ես չգիտեի, որ Հայաստանում սենց քանդված սենց խորը ու կորած ճանապարհներ կան։ Իսկ եթե ձեզ վիդեոն դուր եկավ, ապա անպայման դնում եք լայք, բաժանորդագրում եք ալիքին։ Հիշում ենք, որ մեր ալիքին ամեն մի բաժանորդագրությունը 50 դրամ է մեր կողմից օգնություն մանկատներին։ Բաժանորդագրում եք իմ Instagram-ին ու Telegram-ին ամեն ինչ առաջին իմանալու մասին, որովհետև ինչ ստեղ չեք տենա, անպայման այնտեղ կտենաք։ Ավելացնելու ու երկարացնելու բաներ չունեմ, ձեր հետ էս Վանոկ ալիքի Արսենը, կհանդիպենք շուտով, Էտա մտածեմ թազա ինչ սենց մի հատ իդեա կարագա ինձ ու կմիանամ ձեր հետ շատ շուտով։